8 քաղաքական ուժերից վաղարշաբաթի ընտրությանը Շեմը հաղթահարել եւ ավականիում մանդատներ են ստացել 3-ը։ Ավականու 33 տեղերը բաշխվել են այսպես. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 19 մանդատ, Հաղթանակ դաշինքը 12, իսկ Մայր Հայաստանը 2 մանդատ։ Ինչ կարող է անել ընդդիմությունը այս կազմով։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ABC մեդիայի հետ զրույցում նշեց, որ համայնքի ավականին ձևավորվում է մանդատների բաշխվածության հիման վրա։ Առաջին նիստին ներկայացվում են ղեկավարի թեկնածուները եւ որոշումը կայացվում է մեծամասնության ձայներով։ Այս պարագայում ընդդիմությունը ուղղակի մասնակցային համայնքի ավականու անդամ է դառնում, որևէ էական լծակ կամ համայնքի ղեկավարի ընտրության հարցում, առանձնահատուկ ինչ-որ ներազդեցություն գործառույթների իրավունքների ու պարտականությունների համատեքստում չի ունենում։ Ըստ Մելոյանի, ընդդիմության դերը համայնքի կառավարման գործում նույնպես մեծ չի լինելու, եթե հաշվի առնենք ընտրության նախնական տվյալները։ Համայնքի ավականու նիստերը իրավազոր են, եթե 2/3-ը ներկա է, այս պարագայում կրկին իրավազորության հարցեր են, իրենք կարողանում լուծել, անգամ եթե բոյկոտի նիստերին չներկանա, նիստը իրավազոր է լինելու։ Ընտրության օրը, սակայն, թեժեր թե քաղաքացիների, թե դիտորդների համար։ Ժամը 20:00-ի դրությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ստացել էր թիմ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ։ Դիտորդական կազմակերպությունները պատմեցին մի շարք խախտումների մասին։ Կրկնակի քվեարկություն, 50 մետրից պակաս տարածքում քարոզչական պաստառներ, մահացած անձանց անուններով քվեաթերթիկներ, ընտրողի ուղղորդում եւ վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Հայ-ԱԿՖ նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը ABC մեդիային ասաց նաև բազմաբնակարան շենքի վրա փակցված պաստառի մասին, ինչը ըստ իրեն վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է։ Տեսանկարահանված նյութում պարզ երևում էր, որ դա համայնքային տեխնիկա է այդտեղ օգտագործվում, իսկ աշխատակիցներն էլ հենց համայնքային աշխատողներ են, որոնք իրենք շփոթում հայտնվելուց երևի չպատկերացնելով հարցադրման իմաստը կամ նշանակությունը պարզ պատասխանեցին, թե իրենք որտեղի աշխատողներ են։ Ընտրական գործընթացը չանցավ առանց տեխնիկական խնդիրների։ Թիվ 4 կոտորակ 13 եւ թիվ 14 կոտորակ 8 ընտրական տեղամասերում մի քանի րոպեով խափանվեց էլեկտրամատակարարումը։ Խնդիրներին զուգահեռ ընտրողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 69866 քաղաքացիներից մասնակցել է 31527-ը, 45.12%-ը։ Մոնթեավանում մասնակցությունն աննախադեպ բարձր էր։ 653 ընտրողից քվեարկել է 399։ Արդյունքները դարձան կանխատեսելի արդեն քվեատուփերի բացումից մի քանի ժամ անց։ Տվյալները դեռ չհայտարարված ՔՊ շտաբում արդեն տոնում էին հաղթանակը։ Սպասում էիք, պարոն Մեխանյան, այսպիսի արդյունքի սպասում էիք։ Մենք խոստացել ենք, որ ջախջախելու ենք հոչանական ընդդիմությանը։